Սիրելի գեղովիցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժորժ ջան, համոզված եմ, որ դուք բոլորը տեսել եք մայիսի 28-ի զորահանդեսը, տեսել եք եւ ինչ տպավորություններ ունեք եւ տպավորություններն եմ ուզում ձեր իմանամ։ Այդ օրը մենք ձեզ ներկայացրեցինք ձեր նոր բանակը, նոր համազգեստով, տոնական համազգեստով եւ դաշտային համազգեստով եւ այդ օրը մենք ձեզ ցույց տվեցինք մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն, որ 7 տարբեր երկրների արտադրանք էր, բայց այդ օրը մենք ձեզ նաեւ ցույց տվեցինք այնպիսի արտադրանք, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում եւ Հանրապետության հրապարակը ամեն օր այստեղի նման ծափերով էր թնդում եւ հրապարակ էր մտրում արտադրանք, որ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր մարզահամերգային համալիրում բացվում է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը եւ այնտեղ ովքեր այցել են կարող են տեսնել տասնյակ անգամ ավել ռազմաարդյունաբերական արտադրանք, քան տեսել եք Հանրապետության հրապարակում։ Բայց նաև ուզում եմ մենք բոլորս հետահայաց հիշենք, թե ինչ էր ասում ընդդիմությունը վերջին տարիներին բանակի հետ կապված։ Ասում էր, որ մենք բանակը քանդում ենք, ասում էր, որ մենք բանակի վրա միջոցներ, ներդրումներ չեն գանում, ասում էին, որ ես Ալիևի եւ Էրդողանի առաջ պարտավորվել եմ, որ Հայաստանը բանակ պետք է չունենա, որ Հայաստանը զենք պետք է չունենա, որ Հայաստանը պաշտպանություն պիտի չունենա, եւ դուք ձեր աչքերով տեսաք եւ հնարավորությունն եք գնահատելու, թե ինչքանով է նրանց ասածը ճիշտ։ Մենք լուր այդ ընթացքում ձեն չենք անել, լուր մեր գործն ենք արել, լուր մեր գործն ենք արել, որովհետև մեզ պետք է եղել, որ մենք պահ երբ որ գանք ձեր աչքերի մեջ ուղիղ նայենք եւ ձեզ հաշվետվություն տանք եւ ճշմարտությունը կպարզաբանվի եւ այսօր ճշմարտությունը պարզաբանված է, բայց նաեւ կարեւոր է արձանագրել ոնց օդից ընկավ այդ ամեն ինչը։ Նախ մենք 2018 թվականից, ինչպես եւ ձեզ խոստացել էինք, Հայաստանի թալանը դադարեցրեցինք եւ սկսեցինք թալանվածը վերադարձնելու գործընթացը։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանների հոսող միլիարդները մենք կտրել ենք եւ ուղղել ենք ձեր գրպանները, Հայաստանի Հանրապետության գրպանները։ Մենք 2017 թվի համար գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք 180%-ով։ Գիտության ոլորտում 100-ից 300%-ով աշխատավարձերը բարձրացրել ենք։ 20 միլիարդ դրամի սարքեր ենք ձեռք բերել մեր գիտահետազոտական ինստիտուտների համար։ 170 միլիարդ դրամ ենք ներդրել մեր ռազմաարդյունաբերական համալիր եւ ահա այսօր մենք ունենք ռազմաարդյունաբերական համալիր, որ արտադրանք է արտանում զարգացած երկրներ, ոչ թե զարգացող, այլ զարգացած երկրներ։ Տասնյակ միլիոնների դոլարների այսօր արդեն պայմանագրեր են կնքված եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով, դա շատ մեծ առիթ է։ Հաջորդը այսօր մենք տրիպ նախագծի մասին լսել եք Ժորժ ջան, գիտեք չէ։ Հիշում եք ընդդիմությունը ինչ էր ասում էր միջանցք են տալիս, մեղրիով միջանցք են տալիս, մեղրին են տալիս եւ այլն, խոստացել է, միջանցք է խոստացել է չի տալիս դրա համար վատ ալնելու։ Այսօր այդ թղթերը բացված են, նախաստորագրված եւ բացված են։ Եվ հստակ արձանագրված է, որ տրիպ նախագիծը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակով, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը տրիպ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա, այսինքն մի քառակուսի սանտիմետր տեղ չկա, որի վրա Հայաստանի ինքնիշխանությունը չի պահպանվում, որ Հայաստանը իր բացառիկ լիազորություններն է պահպանում մաքսային ֆիտոսանիտարական սահմանային անձնական ընթացակարգերի վրա։ Եվ այս ամեն ինչ ասում եմ ցույց տալու համար, թե ինչպիսի կեղծիք էր ընդդիմության թեզը,
միջանցք տալու եւ միջանց խոստանալու մասին։ Եվ այսօր ավելին մենք ծրիպ նախագծի թուղթը ստորագրելով մենք հաղթահարում ենք մեր 35-ամյա շրջափակումը։ Հայաստանը դուրս է գալիս ժողովուրդ ջան շրջափակումից։ Հայաստանը այլևս ծայրագավառ եւ փակուղի չի։ Հայաստանը կենտրոն է եւ խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ։ Եվ այս է տարիքով շնորհավորում ինձ։ 21 թվին ընդդիմությունը ասում էր եւ հոլովակները ակտիվացել են հիմա 21 թվի այս նույն երրագլուխները ասում են որ ԿՊ-ին ձայն տակ այն վաղ շատ մեծահոգի են մենակ ասում են Սևանի Արևելյան ափը Վարդենիսով բանով ասում են ադրբեջանցիներն են գալու բնակվել 21 թվի ընտրություններին հիմա անցել է 5 տարի ժողովուրդ ջան եւ այդ մի հատ հոլովակ կա ինտերնետում չգիտեմ աշներով տնկել է թե չէ 21 թվի հոլովակ որ իբր զանգում են շորժա գնալու Հանգստանան ադրբեջաներեն են պատասխանում ու ասում են ստեղ ադրբեջանցիք արդեն զբաղեցրել են այն վաղ ասում են եթե ԿՊ-ին ձայն տվիք Նիկոլին ձայն տվիք էդ ազնելու այսօր 26 թիվն է քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում եւ Սևանի Արևելյան ափում։ Սա ես ասում եմ ցույց տալու համար ընդդիմության խոսույթների ստահոտ բնույթը։ Այսօր 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա են բերել մեյդան եւ դա անում են լրտեսական տրամաբանության եւ լրտեսական նկատառումներով, որ թույլ չտան Հայաստանի ժողովուրդը խաղաղվի։ Եվ այդ ձեզ ուղիղ ասում եմ, այդպիսի թեմա չկա եւ չի լինելու, եւ այդ թեման փակված է, բայց ես ուղիղ եմ ասում նաեւ, որ այդ թեման փակված է նաեւ 500,000 հայերի Ադրբեջան վերադառնալու թեմայի հետ, որովհետև սա շատ կարևոր է ժողովուրդ ջան, մենք ի վերջո պետք է դուրս գանք այդ պանդխտության տրամաբանությունից, որովհետև մեզ անընդհատ ուզում են դնեն պանդուխտի գաղթականի տրամաբանության մեջ, որ մենք մեր երկրում մեզ տնվոր զգանք, այն զգացողությամբ ապրենք, թե մենք տեղ չենք հասել, թե մենք հələ գնալու տեղ ունենք, թե մենք հələ գաղթելու տեղ ունենք, մենք ասում ենք ձեզ, որ ոչ, մենք պետք է դուրս գանք գաղթականի տրամաբանությունից, պանդուխտի տրամաբանությունից, հայրենիք փնտրողի տրամաբանությունից, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետությունը։ Ես ասացի, որ մենք այդ երրագլուխի գրպաններ հոսող միլիարդները կտրել ենք եւ ուղղել ենք ձեր գրպանները եւ խոսեցի բանակի մասին միայն, բայց ես ուզում եմ ավելի կոնկրետացնեմ, ոնց են այդ միլիարդները 8 միլիարդ, հիշեք այս թիվը, 8 միլիարդ, սա այն թիվն է, որ հեղափոխությունից հետո մենք թալանչիներից կտրել ենք եւ վերադարձրել ենք ժողովրդին, 8 միլիարդ, բայց շատ կարեւոր է, դուք կարաք հարցնեք, բա ուր է, ինչ ա եղել այդ 8 միլիարդը, այդ 8 միլիարդները են ճանապարհներն են, որոնք դուք տեսնում եք, փողոցներն են, որոնք դուք տեսնում եք, լուսավորությունը, դպրոցները, մանկապարտեզները, բայց շատ ավելի մոտ ձեզ 2018 թվականին, երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի հնարավորությունը։ Այսօր մեր 18 տարեկան երեխեքը պետական բյուջեի միջոցներով օգտվում են առողջության ապահովագրությունից եւ պետությունը ապահովում է երեխեքի մինչև 18 տարեկան առողջապահական նվազագույն կարիքները եւ այսօր նրանց ծնողները կարիք չունեն մտածելու թե բա որ իմ երեխան առողջական խնդիր ունեցավ ես ինչ եմ անելու մտածելու կարիք չունեն որովհետեւ իրանք ունեն պետություն որ իրանք կողքին կանգնացավ նույն ծնողները կարիք չունեն մտածելու երեխեքի ծնողները, որովհետև նրանք ովքեր ունեն մինչև 18 տարեկան երեխա, սովորաբար ունեն 65 պլյուս տարիքի ծնող։ Եվ նրանք կարիք չունեն մտածելու, բա որ մեր ծնողը մի առողջական խնդիր ունեցավ, ինչ են գրավ դնելու, որտեղ ենք սև ցուցակի մեջ հայտնվելու, որովհետև իրանք ունեն պետություն, եւ այդ պետությունը ասում է, մենք ձեր կողքին կանգնած ենք եւ ձեր նվազագույն առողջապահական կարիքները կհոգանք։ Այսօր հարյուրավոր, հազարավոր 65 պլյուս տարիքի թոշակառուներ առողջության ապահովագրության համակարգով ստանում են
5 միլիոն, 4 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, 1 միլիոն դրամանոց վիրահատություններ եւ 0 կոպեկ են վճարում։ Կա այդպիսի բան ժողովուրդ, տեսել եք այդպիսի բան, լսել եք այդպիսի բան։ Եվ սրա մասին է, այն որ ասում էին, սրա համար ենք հեղափոխություն արել, այդ սրա համար ենք հեղափոխություն արել։ Բայց ես նաեւ ուզում եմ դες ասեմ, այո, ժողովուրդ ջան, ես եմ մարդն եմ, ով ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո, ես դա ասել եմ։ Եվ ես դա ասել եմ, որովհետեւ հավատարիմ եմ եղել այն գաղափարներին, որ 88 թվից մեզ ներարկել են, բայց նաեւ առաջնորդի պարտականությունն է, ես այդ հարցի հետևից գնացել եմ, որպես այդ կոնֆլիկտը եւ պատերազմը մեր երեխեքին մենք չժառանգենք։ Եվ ինչքան գնացել եմ, հասկացել եմ, որ Ղարաբաղով մեզ մտցնում են թակարդի մեջ, Ղարաբաղով մեզ մտցրել են թակարդի մեջ։ Եվ ես ուժ եմ ունեցել կանգնելու ասելու, մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, եւ դրա արդյունքում մենք այսօր ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի անվտանգ ենք, քան երբևէ, ավելի բարեկեցիկ ենք, քան երբևէ։ Եկեք պատկերացնենք, մենք շարունակում ենք Ղարաբաղի շարժումը, ինչ ենք ստանալու արդյունքում, մեծ ու փոքր պատերազմներ, եւ ամենակարևորը արդյունքում վերջում ենք իմանալու, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եւ ուզում են լուծեն Հայաստանը ծնկի բերելու հարցը։ Ես ամենավճռական պահին առերեսվել եմ այդ իրականության հետ։ Ես իմացել եմ, որ ինձ մեղադրել են դավաճանության մեջ, հողատու են ասելու, ամեն ինչ ասել են, բայց ես ասել եմ, այս երեխեքին մենք պետքա ժառանգենք ուժեղ, բարեկեցիկ, խաղաղ, երջանիկ եւ անվտանգ պետություն եւ հայրենիք։ Եվ ես այս երեխեքին բերել եմ այդ ժառանգությունը։ Եվ հիմա հարցերի հարցը հետեւյալն է։ Մենք այս երեխեքին այլևս չենք գործուղելու, զոհվելու։ Մենք այս երեխեքին գործուղելու ենք ապրելու, կյանքը վայելելու, բայց ոչ թե ուրիշ տեղերում, այլ իրենց երկրում, իրենց գյուղում, իրենց հայրենիքում, իրենց պետության մեջ։ Եվ այս ամենակարևոր առաքելությունը, որը այսօր մենք պետք է իրականացնենք եւ իրականացնում ենք։ Եվ այսօր ընտրություններում հարցերի հարցը հետեւյալն է։ Այս ամեն ինչի արդյունքում ժողովուրդ ջան, ի վերջո Հայաստանում հաստատվել է խաղաղություն եւ ես բոլորին շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով, շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Բայց ես նաեւ ուզում եմ ընդգծել, խաղաղությամբ մենք չենք ուրացել, մենք մեր ոչ մի զոհի, ոչ մի նահատակի, ընդհակառակը մենք արժևորում ենք նրանց զոհությունը, որովհետև մեր նահատակների հիշատակը բարձր պահելու լավագույն ձևը կայացած, զարգացած, անվտանգ, բարեկեցիկ, խաղաղ պետություն ունենալն է, մեր նահատակների հիշատակը բարձր պահելու ձևը զարգացած Հայաստանի Հանրապետություն ունենալն է, եւ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն, եւ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն, եւ ձեզ շնորհավորում եմ իրական Հայաստանի Հանրապետություն ունենալու առիթով։ Ու այսօր էլ եմ ասում, հարցերի հարցը ամեն ինչ շատ կարևոր է, բայց ամենակարևորը հետևյալն է, մեր ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե չէ։ Այս է պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2025 թվականի, 26 թվականի, հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու ենք քվեարկում 16-ին։ Քվեարկում ենք, որովհետև ժողովուրդ ջան, 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Առաջին օրացուցային տարին, 91 թվից սկսած ամեն տարի մենք զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել։ Հիմա արդեն 2 տարի է մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, եւ հետեւաբար 16-ին քվեարկելը նշանակում է, որ տեր ենք խաղաղությանը, տեր ենք պետությանը, տեր ենք անկախությանը եւ տեր ենք ապագային։ Բայց շատ կարևոր է, ով պետք է տեր կանգնի ժողովուրդ խաղաղությանը, ով, ժողովուրդը,
Բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը կազմված է անհատներից, մարդկանցից է կազմված։ Էսա պատճառը, որ ես շատ կարևոր եմ համարում, որ մեզնի ջրաճ քանչուր առերեսվի մի պարզ փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախությունը կախված է մի մարդուց։ Պատկերացնում եք, այս հարցը պետք է լուծի մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը երեխեք դուք չեք մասնակցում քվեարկության, դուք սպասեք։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Ով այդ մեկ մարդը, որ Տեր է կանգնում խաղաղության թող ձեր բարձրացնի։ Եվ ահա, այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Գեխովիտին, Մարտունին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ։ Երկու կարճ հայտարարություն։ Ժողովուրդ ջան։ Գեղարքունիքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու այսօր ժամը 20:00-ին Գավառի կենտրոնական հրապարակում։ Մեծ պատիվ կլինի բոլորիդ տեսնել 20:00-ին Գավառի կենտրոնական հրապարակում կլինեն ելույթներ, կլինի դրոն շոու, ես էլ ելույթ կունենամ, բայց նաև բացի ելույթ ունենալուց բոլորիդ համար կնվագեն վարչապետի հետ իրական Հայաստանի Հանրապետություն երգը։ Հաջորդ հայտարարությունը հունիսի 5-ին ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության եզրափակիչ հավաքը։ Հունիսի 5-ին ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում։ Եվ ես այդ հավաքին մասնակցելու հրավիրում եմ մի մարդու, այն մեկ մարդուն, ով Տեր է պետությանը, ով Տեր է անկախությանը, ով Տեր է ապագային, ով Տեր է խաղաղությանը։ Հունիսի 5-ին ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։